Փարիզում մեկնարկել է միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովը, որին մասնակցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն է տարածել այլ երկրում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ճնշումների ընտրական գործընթացների միջամտության մասին։ Արտաքին հետախուզության ծառայությունը հետախուզական տեղեկություններ է ստանում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայ ազգի և Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել։ Քրեական վարույթի շրջանակներում Ալեքսանդր Սարգսյանին մեղսագրվել է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը։ Այս տարի փետրվարին Հայաստան շուրջ 4000-ով ավելի զբոսաշրջիկ է այցելել, քան նախորդ տարի։ Զբոսաշրջության կոմիտեի հրապարակած տվյալներով փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից 37%, Վրաստանից 14% և Իրանից 8%։ Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը բաց կթողնի աշխարհում գավաթի երրորդ փուլը, որը մեկնարկում է այսօր Թուրքիայի Անտալիա քաղաքում։ Բացատրությունն այն է, որ ազգային հավաքականը չի կարողանում վերադառնալ Քաթարում անցկացվող ուսումնամարզական հավաքից, ինչի հետևանքով թիմը չի մասնակցի մրցաշարի երրորդ փուլին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրության փոփոխությունները։ Սահմանադրության նախաբանից հեռացվում են 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիայի օդային տարածքի խախտումներն անթույլատրելի են և Անկարան կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ պատասխան միջոցները։ Իր հերթին Արաղչին նշել է, որ Թուրքիայի օդային տարածք մտած հրթիռները չեն արձակվել Իրանի տարածքից և տվյալ միջադեպի առնչությամբ կիրականացվի համապարփակ հետաքննություն։ Իսկ Իսրայելը հայտարարել է Թեհրանի ուղղությամբ հարվածների հերթական շարքը սկսելու մասին։